Իհարկե մենք դժվարի ժամանակներ ենք ապրում, մեր բանակները դժվարին ժամանակներ ապրում, բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Կա այդ նախադրյալը, որ ամեն ինչ լավ կլինի, այսինքն ամեն ինչ արվում է բանակը ավելի լավ, ավելի մարտունակ դարձնելու համար։ Այսօրվա աշխարհակաղակական իրավիճակում, եթե այդ նախադրյալները չլինեին, ապա ուրեմն մենք արդեն պետք է բոլորս ձեռքներս ծալած, ճապրուկներս վերցրած եւ Հայաստանը լքելու պատրաստ լինենք։ Նախադրյալներ կան, շատ դժվար է, նախադրյալներ կան, բայց մենք պետք է այդ նախադրյալները, ոնց որ ասում են, ուժեղացնենք, ջրենք, զարգացնենք, որպեսզի այն մարտահրավերները, որ կա այսօր մեր պետության առաջ, դրանք հաղթահարենք։ Եթե հակառակ դեպքում մեր ստգալը, ձեր ստգալը, ես մեր ընկած տղաների հարյունը իմաստ չէր ունենա։ Պարոն Աղազարյան, իշխանությունը այսօր եռավ լուրջ չի եկել, փոխարենը 3 զոհվածների հիշատակի օր էին հռչակել, իրենք այդպես եկան, այսօր էլ չեն գալու, այդ մասին ինչ որ դիտարկումներ ունեք։ Դե ես չգիտեմ, ես մի քիչ ես արողակարգային բաներից մի քիչ հեռու եմ, ճիշտն ասած։ Ես կուզեի, որ դա նույն օրը լիներ, նույնիսկ։ Ես կուզեի, որ դա նույն օրը լիներ, որովհետև իրար հետ շատ կապված են, չէ՞, դրանք փոխադարձաբար։ Բայց հիմա իշխանությունը երեք եկել են, երևի կարող են այսօր, չգիտեմ ես, եկակ չեմ։ Տեղյակ չեմ։ Երկուսը ունեն իրենց խորհուրդը։ Այն իր խորհուրդն ունի, սա էլ իր խորհուրդն է։ Պարոն Ասլանյան, դուք ինչ կարծիք ունեք, ինչ դիտարկում ունեք։ Պարոն Ասլանյանը հենց բանակի ձևավորման ակունքների մեջ կանգնած եկել եւ ամեն ձևով մասնակցել է թողած։ Հատկապես։ Այո։ Ի տարբերություն չնայած մենք գրեթե նույն մարդիկ ենք, բայց այդ հարցում ես շատ ավելի ռադիկալ եմ։ Ես գտնում եմ, որ այսօր բանակը շատ բաց թողումներով է։ Ես գտնում եմ, որ այն տեմպերը, որով մեր բանակը այսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Երեք ես իմ էջ էի գցել մի ելույթ ուղիղ 4 տարի առաջվա, որտեղ մի վերնագիր էր, չէ, պարոն Աղազարյան, որտեղ ես ասում եմ, որ քանի դեռ մենք այն մակարդակին չենք հասել, որ մեր հայրենիքը ավելի սիրենք, քան մեր ընտանիքը, մենք չենք կարողանալու լուրջ բաների հասնել։ Բանակը այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում այն ձևով, ինչ ձևով պետք է։ Ինչ կա, պատկերացրեք, ասում են, մեծում քան իրականում, եթե դու չքայլեր կամ քայլեր, ինչ տարբերություն։ Բայց ինչու չեն տեսնում, պարոն Ասլանյան, չեն ուզում տեսնել, թե ուղղակի չունենք այդ ունակությունը տեսնելու։ Ես կարծում եմ, որ կառավարման համակարգում այս իշխանություն ամբողջությամբ պրավալ է տվել։ Պարոն Ասլանյան, Պաշտպանության նախարար Պապիկյանը հայտարարեց, որ աննախադեպ քանակությամբ զենք զինամթերք են ձեռքբերվել, երբևէ այդ քանակությամբ զենք զինամթերք չի ձեռքբերվել, իսկ դուք ասում եք չենք զինվում։ Քիչ առաջ ասացի, ձեռք է բերվել, իսկ ռազմական ծախսերը ինչու են քչացվել։ Ձեր կարծիքով ինչու են քչացվել։ Որովհետև չեն պատրաստվում կռվել։ Ռազմական ծախսերի իմաստով, գիտեք ոնց, ասենք մենք որևէ բան չունենք, նկարտումներ չունենք մեր հարևան պետությունների նկատմամբ, հողային եւ այլ։ Հետեւաբար մենք մեր ռազմական ծախսերը նպատակահող պիտի նպատակ ուղղենք պաշտպանական խնդիրների լուծման համար, իսկ պաշտպանական խնդիրների լուծման, եթե ճիշտ, ինչպես պարոն Ասլանյանը նշեց, եթե ճիշտ կառավարվի, ապա պարտադիր չի, որ մենք հավասարը չափ այսպես կոչված միջոցներ ներդնենք, կարելի է նույնիսկ մի քանի անգամ քիչ միջոցներ ներդնել, բայց հասնել այն խնդիրների լուծման, որ կա, բայց այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի, այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի։ Պարոն Ասլանյան, բանակը 1.5 տարի դարձվեց եւ նաեւ Հայկ Սարգսյանը նորօրինագիծ առաջարկեց, որ պետք է կարող են գումար տալ եւ ազատվել բանակից։ Ինչ է կարծում, սա բանակի վրա ինչպես կազդի, կլավացնի բանակը, թե հակառակ ազդեցություն ունի։ 1.5 տարվա հարցում պարոն Աղազարյանը եւ ես մենք ուրիշ ծրագիր բերել ենք։ Մենք դեմ ենք եղել, որ փողով բանակից ազատվեն մարդիկ, որ պարտավոր են բոլորը առնվազն գոնե 6 ամսից 8 ամիս ծառայեն, սովորեն զինվոր դառնալ, հետո նրանց հետո իրենք որոշեն, ուզում են ծառայել թե չէ։ Այդպես պետք է լիներ։ Դրա համար մենք այդ ծրագրին դեմ ենք եղել։
մենք կողմ չենք դրան, որ իսկ 1.5 տարին, ինչ վերաբերում է 1.5 տարին, իսկապես 1.5 տարին այն ժամանակն է, որ ես կասեի նույնիսկ ավելի քիչ է պետք ծառայել, որովհետև մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակին ու պետք է գնալ պրոֆեսիոնալ բանակին, իսկ այդ 6-8 ամիսը պետք է որպեսզի տվյալ անձը, երիտասարդը ուղղակի զինվոր դառնա, ոչ թե զինվորական, այլ զինվոր դառնա, հարկ եղած դեպքում, ինչպես Շվեյցարիայում, կներեք, ասում են Շվեյցարիան բանակ չունի, Շվեյցարիան, բայց Շվեյցարիան ամբողջ երկիրը բանակ է, դուք գիտեք շվեյցարական այդ ազգ բանակ տարբերակ ինչպիսին է, բոլոր տները զինված են, բոլորը զինված են, Եվրոպայի կենտրոնում։ Եվրոպայի կենտրոնում, դրա համար էլ դա չեզոքությունը պահպանեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ նրա վրա ոչ մեկը չփորձեց բան անել, որովհետեւ գիտեին, որ ամբողջ ազգն է դուրս գալի, ազգը։ Իսկ մենք չպիտի մտածենք, որ մենք վաղը միսօրը գնալու ենք Եվրոպայի կենտրոնում ապրենք, առավել ևս։ Մենք ապրելու ենք այստեղ եւ մենք պետք է չմոռանանք, որ մեր հարևանները, ում հետ պիտի կամաց հարաբերությունները լավացնենք, իրենց դարավոր պլաններից չեն հրաժարվել։ Եվ հետեւաբար մենք պետք է պատրաստ լինենք հակազդեցության այդ իմաստով եւ շարունակել բենզին բերել, ոչինչ, ցորել բերել, ինչ ուզում են անել։ Բայց այն դեպքում երբեք չմոռանալ, որ իրենց պլանները, Թուրքիայի պլանները 100 տարի առաջվա, 200 տարի առաջվա բացարձակապես չեն փոխվել։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։